Սիրելի հայրենակիցներ, այս պահին գտնվում ենք Ազատության 9/3 հասցեում, որի վերաբերյալ Երևանի քաղաքապետը ընդամենը 3 որոշում է կայացրել քանդելու ավտոտնակները, քաղաքացիները, ովքեր շատ երկար տարիներ այստեղ օգտագործել են, վճարել են 90 թվականից գույքահարկ եւ բոլոր ծախսերը, նրանց չեն տրվել, որոշումը չի տրվել, չեն ծանուցվել, որպեսզի կարողանան բողոքարկել կամ քաղաքապետին կամ վարչական դատարան։ Հիմա ես խնդրում եմ քաղաքացիները պատմեն, թե ինչ վիճակ է այս պահին տիրում։ Ահա Երևանի քաղաքապետարանը, այստեղ իրականացնում է քանդման աշխատանքներ, իդեպ ընտրովի է իրականացնում քանդման աշխատանքները եւ կխնդրեմ, որպեսզի քաղաքացիները պատմեն, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Խնդրեմ, կասեք։ Մի հատ ասեք, որ վճարումները ընդամենը օրեր։ Ես կարող եմ նույնիսկ ցույց տամ չեկերը նոր ցույց տվեցիք։ Դուք ցույց տվեցիք։ Հունվարի 8-ին արվել է ամբողջ տարվա համար։ Ինչի համար է քաղաքապետարանը վճարում, եթե սա անօրինականություն է։ Եթե ինքը անօրինական գույքի համար վճարում է վերցնում, հասկանամ, կամ եթե իրանց ինչ-որ ձևով դիմում են հարցում մենացմենիզմ են սեփականաշնորհ, ինչն է տապեք, նորմալ օգտագործում եք, ինչ եք անելու սեփականաշնորհ, ավելի լավ գումար եք կատարել։ Ձեզ նախապես այս որոշումը, քանդման որոշումը տրամադրվել է։ Տրամադրվել ընդհանրապես երեք-ցերեկը ինչ-որ տղաներ, նույնիսկ չգիտեմ ովքեր են, եկել են ուղղակի մոտեցել են ստեղ ապրողներից մեկին, ասել են վաղը գալիս են քանդելու, դուք լինեք կհավատաք։ Առանց տպի ասել են ինչ-որ որոշում կա, դուք կա, դեր ոչ, առավոտյան կստորագրեն կբերեք, այսօր հանկարծ ինչ-որ մի հատ տպի կտորեն տալիս, առանց կնիքի, առանց իբրև էլեկտրոնային ստորագրությունը, ինչով եմ համոզված, որ դա Ավինյանի ստորագրությունն է իրականում, ով ուզենա այդ տղտի վրա, մի հատ ստից սպիտակ տղտի վրա Դուք քանի տարի եք օրինական տիրապետել։ 1990 թվականից Վճարումները դուք արել եք, չէ։ Հիմա րոպեների ընթացքում դուք զրկվեցիք այդ ավտոտնակից, ասում եք, որ որոշում վճարումներն էլ արել եք ընդամենը օրեր առաջ, ճիշտ է։ Ոչ մեկը ներողություն չի եղել, իրանք մտել են փոխտեկը կոտրել են, մտել են, լրիվ ապրանքները մեջի տարել են, այն լցրել են, հեծանիվներով կամ Մենք պահանջում ենք, որ դադարեցնես, մի րոպե դադարեցրու, ստոպ դուր հիմա, մենք պատասխանատուի հետ խոսենք, փորձենք հասկանալ և ողջամիտ ժամկետ տրամադրվի որոշումը բողոքարկելու, սիրելի հայրենակիցներ նշենք, որ որոշումը պարոն Ավինյանը ընդամենը կայացրել է 3 փետրվարի 19-ին, որոշմանը վերջում գրված է, որ քաղաքացիները կարող են բողոքարկել քաղաքապետին կամ վարչական դատարան, սակայն մենք տեսնում ենք, որ ընդամենը մի օրում ոչ ծանուցել են քաղաքացիներին, ոչ էլ տվել են հնարավորություն բողոքարկելու։ Ուստի մենք այս պահին պահանջելու ենք, որպեսզի տրվի ողջամիտ ժամկետ, դաղ ծանուցվեն օրինական կարգով քաղաքացիները և հետո տրվի ժամկետ, որպեսզի հնարավորություն ունենան բողոքարկելու։ Իսկ վնասը, որ առանց ծանուցելու քանդել են արդեն մի քանի ավտոտնակ, սա արդեն խոսում է ՔՊ-ի խայտառակ կառավարման մասին, քաղաքացիների իրավունքները ոտնահարելու և միայն պարտադրանքով, կարմիր բերետներով իրենց ցանկացած որոշումը իրականացնելու մասին։ Այստեղ բնակելի տներ են, մարդիկ են ապրում, առանց ջրը ցանելու, առանց ապահովելու խոնավություն, այս խայտառակ ձևով ՔՊ-ական իշխանությունը քանդում է 90 թվականից մարդկանց պատկանող ավտոտնակները։ Ով էր պատասխանատու, մի հատ ասեք, Անդրանիկ մի րոպե կմոտենաս, ես խնդրում եմ դու սենց կադրը պահի, ես մի հատ խոսեմ հետները, դու կադրը պահի ցույց տուր, ես մի հատ խոսեմ հետները, որ ժամանակ տան, ես փոշին ամբողջը, որ առանց
կրնայի փոշին, առանց խոնավացում անելու, ես ինչ եք անում, Տիգրան Ավինյան, ես ինչ ես անում, տեսեք ինչ փոշի է, այստեղ մարդիկ իրար չեն տեսնում, նայեք ինչ փոշի է, առանց խոնավեցման, առանց ջրցան սարքերի, նայեք, մարդիկ են ապրում, բազմաբնակարան շենքեր են այստեղ, թքած ունի, ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը բացարձակ թքած ունի, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա մենք կփորձենք կապվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ ապօրինություն են սրանք անում։ Ոնց կարելի է այս վիճակով մարդկանց առանց էտել այս աղտոտված օդի միջավայրում ոտնահարելով մարդկանց իրավունքները, այսենց խայտառակ բան անել։ Սա ինչ է նշանակում։ Սա է ՔՊ-ի դեմքը։ Էլի անունը ինչ են դնում։ Ասեմ ձեզ անունը ինչ են դնում։ Ես ձեզ պարզ ասում եմ, ես երդվում եմ։ Ես 100%-անից ինֆորմացիա եմ ասում։ Հիմա տենց օրենքա դեսեք։ Ով գնում է դիմում է սեփականաշնորհման համար։ Մի ամիս չանցած գալիս ու սկսում են քանդել բախոբնակները։ Ողքիներն են հետը դուժում։ Այդ սեփականատու Ես ասում եմ դա 1000 քաղաքապետի որոշումը տեսել եք, Այո, որ 9-2 շենքի այո, բայց քանդում են 9-3-ը, հա, ավտոտնակներն են, սա 9-3-ն է, բայց չգիտես ինչի որոշումը կայացվել է քանդելու 9-2-ը, որոշումը կա հաստատված 9-3-ի բազմաբնական շենքի, որոշումը կայացված է 9-3 ավտոտնակները քանդելու, այստեղ քանդում են 9-2-ինը, ես չեմ հասկանում, ես ինչ իրավիճակ է։ Այստեղ մարդկանց կարծես թունավորում են, Տիգրան Ավինյան, նման որոշում եք դուք կայացրել, սա ինչ է նշանակում, այս ինչ է, ինչի չեն ջրցան մեքենա գոնե օգտագործում, փող չունեք, պարգևավճար մի ստացեք, այս ինչ վիճակ է, խեղդվեցին այս մարդիկ այստեղ, պետք է տեսնել, ասենք ես միակ ին ոչ մի ինչ չկա, դե երդվում եմ, մարդիկ ես եկել եմ մտնում, դա հավարդի, դա կանացի կողմ, միլիցիաներները եկել են ինտերենից կողմել հաշվել, 5 հոգով չեն կարողանում հաշվել, ու եկել են դա ճիշտ է։ իհարկե սխալ է, իհարկե սխալ է, կամ ես ասեմ ամոթ, իրական ես կապիտանի ասեմ ամոթ, ձեր դրանի կարայք բանը չոք, ասմա ինձ անիցում է, ու դա անից, Փաստորեն դու եկել ես իմը քանդում ես, գիտես որ անիծելը, այո, անիցելը որն է, ի դրան էց է, դա անիցում, եթե կարող է չլինի, 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 կարող է չլինի,
Այո, այո։ Իհարկե սխալ է։ Դե իրենք հասկանում են, որ մարդու որևէ անշարժ գույքը քանդելը անեծք է։ Այն ինչը որ դու ես անում իմ հանդեպ, այո։ Քաղաքապետարանին պետք է, ես հորդորում եմ, որպեսզի քաղաքացիները դատի տան քաղաքապետարանին, այս խայտառակ քանդման աշխատանքներն իրականացնելու համար։ Ոնց կարելի է այսպիսի քանդման աշխատանք իրականացնել առանց համապատասխան որևէ միջոցառման, ոտնահարելով բնակիչների իրավունքը, տիրապետման իրավունքը։ Այնքան կանետես գարի, չեմ ուզում որևէ մեկի մազին ինչ-որ մի բան լինի։ Ինչա պատճառը ես եմ ասում, ոնչա երկոքյուր դեսել են սեփականաշարին, կողքիներն էլ հետը ասեն հավասարացրեք ողի։ Կարմիր բերետներին էլ բերել էստեղ կանգնացրել են։ Ձեռառնոցիա, ես ես լուրջ եմ ասում, սա վանդալիզմ է։ Սա ուրիշ ձևով հնարավոր չի անվանել։ Մարդիկ մոլորված չգիտեն ինչ անեն։ Երբ որ ասում են օրենք է դուրս եկել, որ 30 տարուց ավել ինչ-որ մի բան, որ դուք եք ուտական։ Ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին որոշում։ Ձեզ ավելի շուտ, հա։ Ստեղ եք ապրել։ Հետո քաղաքապետարանը երկրի փլուզումից հետո ինչ-որ ձևով հայտնվել դառավ է ողերի իրար ոնց է որ դառավ իրացել։ Որոշումը կայացված է 9:02։ Բայց սրա համար պետք է դատի տալ։ Իմացեք, որ մենք ձեզ հետ ենք եւ միասին դատի կտանք։ Այո։ Խեղդվեցիք դուք։ Այս փոշու մեջ պարզապես անհնար է շնչելը։ Բա։ Այո։ Այո։ Մարդիկ մոռացել են բարություն, բարը ինչա։ Մարդկությունն են մոռացել, ՔՊ-ի օրոք միայն բոլորը ՔՊ-ին Բոլորը մեկի վատն են։ Այո, թշնամանք է սերմանել ՔՊ-ին բոլորին։ Բայց եմ ասել, բոլորը իրար վատը ես բոլորի լավն եմ, երդվում եմ, թող բոլորին միայն լավ եմ։ Շատ եք դուք արդեն շատ եք ուզված ես սինը ահավոր վիճակում է, ինչ անենք։ Չկա տենց մարդ, երդվում եմ, որ ես լավություն արած չլինեմ։ Կյանքում որևէ մեկին ասեք լավություն արել եմ, չեմ արել, բախի իմ առաջ բաnen անում։ Մեկ այլի չեմ կարող։ Քրիստի, պետք է դատի տալ։ Անպայման պետք է դատի տալ, անպայման։ Գալիս եք։ Հա դատի կտա, անպայման պետք է դատի տալ։ Իրավունք չունեն, ոչ մի իրավունք չունեն։ Ոչ մի իրավունք չունեն։ Կամ ասել չի համաստել, որ իրա կանօրինական ձևով, առանց որևէ մեկի ստեղծական իրելով, իրանք դրները ջարդեն, չի եղածը, մեզ լավություն են արեստացվում, որ մեջի եղածը տարել են դր շպրտել։ Ապա գեղեցիկ գրել են, գեղեցիկ իշտ են։ Իմ եղած ապրանքը տարել են դրել են ընդեր, մեբել կար մեջը, հեծանիքներ էին, երեխո ավտոնա, իջու։ Վայ աստված ասիստը, հա։ Կազի պլիտայա, մեջի պերջերա, հազարու մի բան, ասեմ մեջը ասեք փող տար, ես ասեմ է փող տարել եք, Դե բերեք տվեք։
ափսոս սուտ ասել չգիտեմ։ Հա։ Ափսոս։ Հա։ Թե չէ դեռ կսարքեք գլխին։ Ես ուղղակի չգիտեմ, էլի ինչ ձևով կարելի է սա անվանել։ Վանդալիզմ, այո, շատ ճիշտ դուք բնութագրեցիք։ Սա վանդալիզմ է։ Թուրքի մասին է խոսքը, թուրքից վերան է։ Ես ասեմ իմ հորս իշատեմ, իմ հայրն է, սա իրա ձեռներով կառուցել։ Սա խայտառակություն է, հերթական վանդալիզմն է, որ իրականացնում է Երևանի քաղաքային իշխանությունը, ՔՊ, Հանրապետություն, հայհոյանքի շնորհիվ ավականի դարձած մի քանիսը, այսպիսի խայտառակ որոշումների տակ ստորագրում են, մակագրում, հաստատում եւ քաղաքացիներին անընդհատ ստրեսի ենթարկում եւ թունավորելով մարդկանց կյանքը իրենց համար գումարներ են վաստակում, լավ հասկանալով, որ ինչքան կարող են քերում են, որպեսզի փախնեն մեր երկիրը դարձնելով թրքահպատակ վիլայետ։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին Մայր Հայաստան խմբակցության ավականու ներկայացուցիչներով գտնվում ենք այստեղ եւ քաղաքացիների հետ ենք եւ հետագա գործընթացների մասին եւս ձեզ կտեղեկացնենք, տեսնենք թե ինչ է կատարվում, բայց մենք ասենք, որ այս որոշումը, քանի որ կայացվել է 3 քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանի կողմից եւ քանդման աշխատանքները բողոքարկելու որևէ հնարավորություն ոչ վարչական, ոչ դատական կարգով բողոքարկելու հնարավորություն չի տրվել քաղաքացիներին, միայն եկել են եւ բանավոր ծանուցելուց հետո անմիջապես անցել են քանդման աշխատանքներին, սա այլ բնութագիր չենք կարող տալ, քան վանդալիզմ, թշնամանք, ատելություն սեփական երկրում սեփական բնակիչների հանդեպ։ Իդեպ ասեմ, որ քանդման աշխատանքներն իրականացվում են, ահա որ անգրագետ, դաշան ձևով, կարծես ատելությամբ եւ թշնամանքով եւ քաղաքացիների համար հարակից շենքերի բնակիչների իրավունքներն էլ ոտնահարվում են, այստեղ անասելի փոշի են կանգնեցնում, ոչ ջրցան մեքենա են օգտագործում, ոչ այնպես են անում, որ փոշին հնարավորինս քիչ լինի գոնե քանդելուց, վանդալիզմ են անում, իսկական թուրքի պահած եւ թուրքի մատորով իշխանություն, այսպես կասեմ ես, թուրքի մատորով, ասել է թե թուրքի շարժիչով, ՔՊ-ական իշխանություն է այս պահին Հայաստանի Հանրապետությունում։ Կարակ ասեք չքանդի։ Հոսանքը անջատեք, թող չքանդի։ Թող բերեն ջրցան անեն, տան մարդկանց հնարավորություն դատական կարգով վիճարկելու։ Ոնց ուշա, փետրվարի 19-ին կայացնում են, 20-ին քանդում են, հենց իր կայացած որոշման մեջ է գրված, որ բողոքարկելու իրավունք ունեն վարչական դատարան եւ նաեւ քաղաքապետին։ Մարդիկ չեն հասցրել անգամ ծանոթանալ այս որոշմանը։ Դուք պատասխանատվություն եք կրելու դատարանի առաջ։ Դե խնդրում եմ լույսը անջատեք, հոսանքա զրկեք։ Անջատեք, թող չկարողանա քանդել։ Որ փոշի մոշի չնստի վրա։ Որը։ Հա, բա ոնց։ Այո։ Արա։ Մարդիկ ահավոր հուզված են, որովհետև 90-ականներից իրենց պատկանող ավտոտնակներն են քանդում, որի համար ընդամենը մի քանի օր առաջ քաղաքացին վճարում է իրականացրել, վճարել է օրինական հիմքով, հենց Արաբկիր վարչը ամբողջ տարվա համար վճարել է միանգամից եւ հենց Արաբկիր վարչական շրջանում է վճարում իրականացրել, այնքան բարեխիղճ չեն եղել, որ ազնիվ լինեին ու ասեին գոնե մի վճարեք։ Անունով պրոստը եկել են։
Ով է իման մովա։ Չգիտեմ այդ մարդիկ անունով թաղմեն քաղաքապետանի աշխատող։ Մի հատ դուք եք տևոյան քաղաքապետանի աշխատող։ Ոչ մեկը չի ներկայացել, ոչ մեկը։ Անունով ասես տեղի աշխատող եմ, ով է վստահ։ Թուղթ են նկարան արել, մի հատ պեչատ չկա մեջը գիտեն բանա, լինում, որոշում ենք այդ մարդ պեչատը։ Ես իշխնորությունը։ Միտին հայտնում եմ բանավոր կերպով ծանոթ։ Որոշումը առանց պեչատի, ով է պեչատ չի լինում վրան, լավ դուք էլեկտրոնային։ Հա բայց դուք սենց ստորագրություն, հա պես ձևի, դուք ինչով եք վստահում։ Դեպի նայեք, դες բանավոր կերպով ծանոթել են, դες պետք է գրավոր Ինչի մասին է, Գրավոր պիտի ծանոթվի։ Որոշում եք 19-ով արվե փետրվար, ինչ բանավորի մասնախոսք է։ քանի ժամվա մեջ Եկել են մի հոգի մարդ է եկել եղեստե, հավաքեք ժողովրդին, ասեք 100%-անոց այդպես բան է։ Այս իրոք է համայնքեր պետք է գոյություն ունենա։ Ինչ համայնք։ Վարչական շրջան է նկատի ունեք։ Համայնք կոչեցյալը, բա մի հատ թողա, մենակ փող են հավաքում դրան։ Դրանք հետո մի հատ Կա համատիրության ներկայացուցիչ։ Ես չգիտեմ, արա դրանք մենակ փող հավաքողներ են։ Այ չանեմ։ Համայնք, ես մի հատ ամոն բարձրանում գնարի են բանին, դերում են ասում ալա դու համայնք պիտուխ եկել են, քանդում են, հարիկ այդիստ է, մենակ փող հավաքող այդ քնարի են համայնքները։ Բայց իրավունք չունեն, դատական կարգով հենց որոշման մեջ է գրված, որ Ջայլ աղջիկա, բանը վերցրելա որ տանի, որ իրա մի բանով օգտվի դրանից գույնը։ առանց իր ներկայության են քանդել իր ավտոտնակը։ Ինքը ստեղ աշխատանքի է եղել, հետո է իմացել, որ ավտոտնակը քանդում են։ Ոչը սաղետերի երեք կեսոր ինչ են եկի այո, հատեն ես ապլեկավ կերան գետեր, ես աղջիկը գործի է եղել, դիտեր սոմաններով ասպա առանցնար եղալ, Բա ինքնական շինությունները օրինականացնելու համար որոշում ընդունեցիք, պարոնայք ԿՊ-ականներ, այս ոնց եք քանդում, ինչ իրավունքով եք քանդում։ Անօրինական է, չի Ստեղծվեցինք, այո։ Այո։ Կօգնեք ես։ Մի կողմից քանդում են, բնակիչներն էլ այստեղ շատ բարկացած սպասում են, որ որևէ պատասխանատու չինովնիկ կգա ու պատասխան կտա, գուցե կբացատրի, եթե կա տրամաբանություն, իհարկե այստեղ որևէ տրամաբանություն չկա, բնակիչները ահազանգել են մարդու իրավունքների պաշտպանի, ինչ ասեց մարդու իրավունքների պաշտպանը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ինչ պատասխանեց։ Ապորինի է, բանավոր ծանոթություն չի կարա լինի, միայն գրավոր է պարտավոր, ողջամիտ ժամկետ, խնդրում եմ, որ դիմեն դատարան, դատական կարգով, տվյալ գործողությունը անվավել ճանաչի և փոխհատուցում պահանջել պետությունից։ Շատ բարի։ Նայք, հոսանքը միասնած քանդում են, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Հոսանքը մի հատ նորից կասեք։
Հոսանքը միացված վիճակում քանդվում է։ Սահմանազատված չի, քարի թռնում է, փոշի թռնում է, ռեկորդներ։ Քանդման աշխատանքները լրիվ ապօրինի են եւ անպայման սա պետք է վիճարկել դատական կարգով։ Չի կարելի այսպես թունավորել մարդկանց։ Այդ իրենց արած ասֆալտներ են, այ։ Իրենց արած ասֆալտներն են։ Հələ նա ինչ են արել։ Ինչ են ուզում թուրքից։ Ինչ են ուզում։ Ախմար է։ Չի մասին Սարսափելի է տեսնել սեփական աչքերով, թե ինչպես իշխանությունը, որը ասում էր ասեք կանենք, եկել է եւ ինքն է թելադրում, ինքն է իր կարմիր բերետավորների միջոցով պարտադրում քաղաքացիներին իր ասածները անել։ Իր անհիմն, անտրամաբանական որոշումները առանց բողոքարկելու հնարավորություն տալու իրականացնում։ Պարոն Տիգրան Ավինյան, որ քաղաքացիները դիմեն դատարան, նախ քանդման այս խայտառակ ընթացքը բողոքարկելու, փոխհատուցում պահանջելու եւ հետո էլ տիրապետման իրավունքը բողոքարկեն, իրենց իրավունքները ոտնահարելու համար բողոքարկում անեն, ոնց եք պատասխան տալու։ Նորից ասելու եք գնացեք տարբեր եզրակացություններ բերեք, որ դա քաղաքապետարանն է իրականացրել։ Են կարմիր բերետավորներին էլ բերել եք, այստեղ կանգնացրել եք, որ ինչ անեն։ Գոնե խիղճ ունենան, խոնավացում անեն, ջրցան սարքեր օգտագործեն։ Հիմա տեսեք ինչ փոշի են կանգնեցնում այստեղ։ Ոչ խիղճ ունեն, ոչ տրամաբանություն ունեն, միայն փող լինի, մանաթ լինի, իրենք իրենց համար դղյակներ սարքեն ու կառուցեն, հա։ Հոսանքը խփեց։ Երևում է կադրում։ Սա տեղում չորանալու է մարդը։ Դիմակն էլ դրել, նստել է, մյուսներին էլ թունավորում են։ Դուք աշխատանքի եք, չէ եղել, ոչ մի իրավունք չունեն։ Սա վանդալիզմից էլ մի ուր այլ անուն պիտի տալ։ Այո, վանդալիզմ։ Նայեք, անունով տղամարդիկ է շարված, նայեք, իբրև քաղաքապետարանի աշխատողներ են ամեն մեկ ալպա, մենք է մեր տունն ենք պահում։ Հա, բայց ուրիշի տունը քանդելով ձեր տունն եք պահում։ Ասես ամեն դեպքում այդպես չէի, այդ ձևով չէի։
Ինքնասիրություն ունեցող որևէ մեկը այս նման գործողության չէր մասնակցի։ Ինչի մասին է։ Ասենք դες շելի, որ մենք իրոք ապորինի ձևով եկես ավտերներ արել եկան եսինին։ Դե դա ինքս քան ավտոտնակը նույն վիճակ, նույն բանում է, պետք չի։ Այսքան ավտոտնակը, նույն դա ինչի չենք քանում։ Ես էլ պետք է քանում։ Մտել ես դրա տերերից են երկու հոգի դիմել, խնդրել, որ սեփականաշնորհել։ Հա։ Նոր, այսքան դա օրենք է հիմա թազա նոր բան է։ Հենց մեկի մի հատ խոսում է, ասում է դավայ այսն է։ Այ քանդում ենք որը։ Քոնը ողիններին է դա։ Կողքիններին էլ հետը միանգամից։ Կամ դա մեր մեղքը որն է։ Խափում են մարդկանց, թե օրինականացնում ենք ինքնակամ շինությունները։ Այդ ձևով։ Ինչ օրինական, ինչի մասին է խոսքը, ինչ դավապետարանի տարածք, ինչի Հիմքից քանդում են, հիմքից։ Բայց մեկը չեն քանդելու։ Ինչի՞։ Բայց դուք էլ էիք բացակա, ի՞նչն է տարբերությունը։ Սեփականաշնորհած է դուք դերից։ Այնտեղ եւի ոչ չգիտեմ ինչի՞, դե վերանայելի։ Դե։ Իսկ մամա մեր երուգունես գլուխ քորի։ Այո, խայտարակ վիճակ։ Էտա մեր երկիրը։ Ամբողջ Բայց այս գույքը կարելի էր քաղաքացուն ժամանակ տալ, մարդը միգուցե ոնց կարելի է այսպես։ Սա այսպես ինչ թշնամություն են անում։ Սա ինչ թշնամանք է։ Հետո դուք մուրալու եք, ես անգնելու եք դռնեդուլ ոնց եք քվե մուրալու այս մարդկանցից։ Ուզում եմ հասկանամ, պարոնայք քպաականներ, Նիկոլ, ոնց եք գալու այս մարդկանց դուրը ասեք կանենք։ Երբ որ մարդկանց ողջ գույքը վնասում եք, դուք մարդ եք թե անասուն։ Անասուններն էլ երևի կվիրավորվեն, որ ձեզ անասուն ասեն։ Ոչ մեկը սենց հիմնովին բան չի սարքի, եթե Այո, ոչ մի շինարական կազմակերպություն չհավատա։ Շատ հիմնովի սարքած են, այո։ Քարից ավտո։ Հա, շատ հիմա տեսեք։ Այդտեղ պարզապես թշնամանք են անում։ Վրեժ են լուծում բնակիչներից, որ 23 թվականին մարդիկ ԿՊ-ին չեն ընտրել։ Ուրիշ տարբերակ չկա։ Սա վրեժ է լուծում, ուրիշ անուն չես կարող դնել այստեղ։ Վրեժ են լուծում։ ԿՊ-ին ձայն չտալու համար քաղաքացիներից վրեժ են լուծում։ Ոնց կարելի է քանդման աշխատանք իրականացնել այսքան անգրագետ, այսպես փնթի։ Էս եք դուք։ Հիշեցնեմ սիրելի քաղաքացիներ, որ
Ազատության 9 կոտորակ 3, ավելի ճիշտ կոտորակ 2 հասցեում գտնվող ավտոտնակների քանդման որոշումը կայացրել է Տիգրան Ավինյանը 26 թվականի փետրվարի 19-ին, հենց որոշման մեջ գրված է, որ քաղաքացիները ունեն քաղաքապետին բողոքարկելու եւ դատարան բողոքարկելու իրավունք, բայց այսօր փետրվարի 20-ն է, քաղաքացիները այսօր առավոտյան են ծանուցվել բանավոր կարգով եւ չեն ունեցել հնարավորություն անգամ ծանոթանալու այդ որոշմանը, որ բողոքարկեին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատասխան քաղաքացիների ահազանգին ասում են, որ կարող եք բողոքարկել, դատարան դիմել եւ դատական կարգով վիճարկել քաղաքապետի այդ որոշումը։ Իրավունք չունեն քանդելու բանավոր ծանուցման պարագայում։ Հոսանքների լարերը թափեցին գետնին, մարդիկ են ապրում այս տարածքում, չեն էլ հոսանքազրկել։ Լավ, այս մի ավտոտնակը չեն քանդում, մյուսը քանդել են, հիմա քանդում են եւս երկուսը։ Տրամաբանությունը պարզապես անհասկանալի է։ Այնքան ամուր են մարդիկ կառուցել տարիներ առաջ, որ սրանք դժվարանում են քանդել, բայց ամեն դեպքում քանդում են։ Հասցեն ազատության 9 կոտորակ 2։ Ճիշտ ասած որոշումը Տիգրան Ավինյանի ավտոտնակները քանդելու մասին կայացված է ազատության 9 կոտորակ 3 հասցեի համար, 9 կոտորակ 2 հասցեի համար, բայց քանդում են ազատության 9 կոտորակ 2 հասցեում գտնվող ավտոտնակները։ Էդ էլ ընտրողաբար են քանդում, այսպես։ Քանդել են այս մի ավտոտնակի սեփականատերը, աշխատանքի վայրում է եղել, կոտրել են կողպեքը եւ քանդել են։ Հիմա շարունակում են մյուսները քանդել։ Եվս 2 ավտոտնակ այս պահին քանդում են։
Այստեղ քանման աշխատանքներ են։ Տեսեք առանց ջրցան սարքեր օգտագործելու, առանց խոնավեցնելու, օդը աղտոտելով, հավելյալ անգամ թունը, տեսեք ամբողջ այս կեղտոտ օդը գնում է դեպի բազմաբնակարան շենքեր։ Նայեք, փոշին, կեղտը։ Քաղաքապետարանը մարդկանց տերորի է ենթարկում եւ վանդալիզմի միջոցով քանդում է երկար տարիներ մարդկանց օրինական տիրապետմանը տրված, բարեխիղճ տիրապետման եւ օգտագործման իրավունքով պատկանող այս ավտոտնակները քանդում է։ Մարդիկ վճարումներ են արել ամբողջ 2026 թվականի համար էլ ընդամենը մի քանի օր առաջ վճարել են ողջ գույքահարկը եւ ողջ վճարումներն են իրականացրել։ Այստեղ մոտենանք, տեսնենք, թե այս ավտոտնակի պարունակությունը, որ քաղաքացին աշխատավայրում է եղել եւ հանել դուրս են լցրել սահնակը։ Էլեկտրական սամակատա, ինքը թանգանոց։ Հա։ Կոկրիտո մերը չի, խնդրել են դրել են սև, երբում է, չէ անկեղծ եմ ասում, ես ինք Մոսկվայում ապրուտերը, ինքը բերել դրել Ամերիկա, ես մոռացել էի սրա մասին վաբշե։ Ու մարդը եկել են ջարդել են, բերել են սեք շպրտեխի, սենց այս ձևի ապրանքին սենց է վերաբերվում։ Հələ իմ ապրանքները մի կողմ դրած, ես այդ մարդուն ինչ եմ պատասխան տալու։ Ձեր բացակայությամբ կողպեքը կոտրել էին, ճիշտ եմ հասկանում։ Չգիտեմ էլ, ես Անդոյի հետ եմ եկել կակցիոտ աշխատակի, Հա։ ես խեղճեղեն նտենց բաներ անում, ոնց կարելի է, տենց ասը չկա։ Ես ոտ չգիտեմ, ես սաղամոտ ինչ անեմ, մամա, ինչ ենք անել, ես եկը ծանր բանը, ես ինչ կանեմ սա։ Առաջին համարակ հալասակ հավատում։ Ես ոտ չեմ պատկերացնում, անկեղծ եմ ասում չեմ պատկերացնում։ Այստեղ կթունավորվեք, երեխեք, փոսի է ամբողջը։ Բա ինչի չեք սահմանազատում։ Քանդման աշխատանքները ինչ եք այսքան անգրագետ իրականացնում։ Ինչի սահմանազատում չկա։ Մի քանի կարմիր բերետավոր են բերել կանգնացրել, տերորի ենթարկելով մարդկանց, մոլորեցնելով, վախեցնելով, երբ որ որոշումը ունի մեկ ամսյա բողոքարկման ժամկետ, հնարավորություն չեն տվել։
Ոչ ծանուցել են, ընդամենը բանավոր են ծանուցել։ Մարդիկ բանավոր ծանուցման որոշումը ոնց կարողանային մեկ օրում, մի քանի ժամում բողոքարկել։ Նման ապօրինի աշխատանք, փնթի գործ, ոնց կարելի է անել։ Մարդիկ մոլորված, շփոթված կանգնել են։ Տեսեք ոնց են քանդում, ամբողջ գետինը քանդեց։ Ոչ սահմանազատում են արել, ոչ առանձնացրել են այս քանդման աշխատանքներ են իրականացնում։ Ես չգիտեմ, այս ինչ անգրագետ, փնթի աշխատանք են իրականացնում։ Ոնց են սրատակից դուրս գալու։ Այս ողջ փոշին գնում է բնակարաններին, այս շենքերին է գնում, ողջ փոշին։ Պարզապես այստեղ էլ հնարավոր չէ շնչել, փոշին խեղդում է մարդկանց, բայց իրենք շարունակում են իրենց անգրագետ ապօրինի գործողությունները։ Հիշեցնեմ, որ ընդամենը 3 է Տիգրան Ավինյանը որոշում կայացրել քանդման աշխատանքներ իրականացնելու։ Համոզվում են, որ իրենց աշխատանքները ավարտին հասցրեցին։ Հետաքրքիր է, նորից եմ շեշտում, որ Տիգրան Ավինյանի որոշումը ընտրովի կարգով էր իրականացվում, մեջտեղում այս մի ավտոտնակը չի քանդվում եւ մյուս ավտոտնակները քանդվում են դաշանաբար, բարբարոսաբար, վանդալիզմի ենթարկելով քաղաքացիներին օրինական տիրապետման հիմքով տրված ավտոտնակները։ Այս պահին ես ուղիղ եթերի հեռարձակումը անջատում եմ, հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք Facebook-յան էջով։